Բարեձեզ, աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով եւ մեզ համար կարեւորն այն է, որ Հայաստանը այդ փոփոխությունների վկան եւ ականատեսը չէ միայն եւ ընդամենը։ Հայաստանը ակտիվ մասնակից է իր չափով որպես սեփական ձայն ունեցող պետություն։ Եվ Վաշինգտոնից հնչող ուղերձներն էլ անվտանգության, կայունության, խաղաղության, տնտեսական համագործակցության ուղերձները վերացական չեն, դրանք շատ կոնկրետ են, կոնկրետ անձանցով, կոնկրետ հայտարարություններով, կոնկրետ այցերով եւ արդյունքների կոնկրետ սպասումներով։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհուրդը Հայաստանի մասնակցությունը որպես հիմնադիր պետություն, Թրամփի հրապարակային հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա արդեն հաստատված այցը տարածաշրջան, նոր հնարավորություններ, հնարավորության նոր պատուհաններ են բացում Հայաստանի համար եւ նոր սպասումներ։ Այս ամենը իհարկե տեղի ունենում ներքաղաքական ակտիվացման, նախընտրական տրամադրությունների, գաղափարական եւ երբեմն ոչ այնքան գաղափարական բախումների ֆոնին, իսկ հիբրիդային սպառնալիքները եւ եկեղեցու շուրջ զարգացումները շարունակում են մնալ հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում եւ շարունակում են ազդեցություն ունենալ հանրային տրամադրությունների վրա։ Այսօր փորձելու ենք հասկանալ որտեղ է Հայաստանը, ինչ բարդության խաչմերուկում է, ինչպիսի հաշվարկներով է գործում իշխանությունը եւ ինչպիսի արձագանք, ինչպիսի պատասխան ունի առաջիկա փորձություններին։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ կառավարող կուսակցության վարչության անդամ Ալխաս Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք հայ-ամերիկյան օրակարգից։ Ամենաթարմ նորությունն այն է, որ Ջեյ Դի Վենսը փոխնախագահ այցելելու է Հայաստան, մենք իհարկե այդ մասին գիտեինք, խոսում էինք այդ մասին, բայց խոսում էինք որպես հավաստի աղբյուրներից ստացված, բայց դեռևս չճշգրտված լուր, այս մասին արդեն Թրամփն էլ հայտարարեց եւ առաջիկայում այցելելու է։ Դուք որպես իշխանության ներկայացուցիչ, որպես կուսակցության վարչության անդամ եւ падգամավոր, ինչ ակնկալիքներ ունեք այս այցից եւ հասարակությունը ինչպիսի ակնկալիքներ կարող է ունենալ։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, տեսեք, մենք ընդհանուր առմամբ այն սպասելիքները, որ ունենք, որ խաղաղության գործընթացը, հետո խաղաղության գործընթացից բխող արդեն ճանապարհների ապաշրջափակումը, ընդհանուր տնտեսական զարգացմանը ուղղված քայլերը արդեն սկսել են ավելի ինտենսիվ զարգանալ եւ այդ հանդիպումներն ու ընդունված համատեղ որոշումները, հայտարարությունները մասին վկայում են։ Գիտեք, որ հունվարի 14-ն էլ շատ կարեւոր մի հայտարարություն ընդունվեց, երբ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման շրջանակում հայտարարություն ընդունեցին, որով արդեն նշмарվում էր թրիպ իրականացման շրջանակը եւ տեսեք ինչ արձագանք եղավ հայաստանյան քաղաքական դաշտում, ընդհանուր առմամբ ոչ մի կետին չէին կարողանում, այսպես ասած, հակադարձում ունենալ ընդդիմադիր դաշտը, որը որ հնարավոր ամեն ինչից ցանկանում էր կախվածություն ունենալ, նույնիսկ խորհրդարանում այս անգամ հարց ու պատասխանի ժամանակ պարոն Միրզոյանն էլ նշեց, որ մի ամբողջ այդ հայտարարությունը հետը բերել էր, որպեսզի կարողանար մեջբերումներ աներ, բացատրություն տար, գուցե ասեր, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ ինքնիշխանության, այն ամբողջ պայմանավորվածության շրջանակներում է իրականացվում, բայց փաստորեն հարցեր չունեին, ինչի մասն է այս ամեն ինչը խոսում, որ այո, խաղաղության գործընթացը այս այցերը փոխադարձ ընթացքի մեջ է, այն պայմանավորվածությունները, որ եղել են ամբողջությամբ ընթացքի մեջ են եւ ամենակարևորը, որ ուզում էի նշել, որ այդ բոլոր թղթերում են բոլոր կարմիր գծերը, որ մենք ի սկզբանե ունեցել ենք, այդ կարմիր գծերը պահպանված են, ինքնիշխանության մասին վկայությունը մոտ 16 անգամ նշվում էր այդ թղթում եւ այսպես շարունակ։ Ես շատ ուրախ եմ այս առումով, որովհետեւ իրապես մեծ հեռանկար է մեր երկրի համար բացում եւ սրա մասին իրոք մի քանի տարի առաջ կարելի էր նույնիսկ երազել։ Խորհրդարանում հակադարձություններ, քննադատություններ չեղան այդ հարց ու պատասխանի ժամանակ, բայց խորհրդարանից դուրս հայտարարություններ, քննադատություններ լինում են։ Տեսեք, այնպիսի մեկնաբանություններ են լինում, բնականաբար մեկնաբանություններ լինում են եւ ես խորհրդարանում էլ նշեցի, որ չգիտեմ, ինչպես դրանք մեկնաբանություն անվանել ուղղակի հնարավոր չէ, որովհետեւ ընդհանրապես իրականության հետ աղերս չունեցող մեկնաբանություններ են, պարզապես դաշտը լցեն այսպիսի ապատեղեկատվությամբ, ինչը որ շատ հմուտ անում են եւ ոչ միայն իրանք, ինչքան ընտրությունները մոտենում են, յուրաքանչյուր քաղաքական ուժ գերազանցում է իր վարքագծով ու հայտարարություններով, անկեղծ ասած, եւ գիտեք ինչ տպավորություն եմ ստանում, որ ավելի շատ հանգիստ սուտ են խոսում
չեմ վախենա այդ մասին ասել, որովհետև վստահ եմ, որ չեն ընտրվելու եւ խոստումներ կատարելու այսպես պարտավորություն չեն ունենալու։ Մենք հայտարարություն ենք տեսել, որ 1 դրամով վարչապետ կաշխատեն եւ նման կգան դրանք, բայց այս ընդհանուր դաշտի մասին եմ խոսում։ Շատ լավ, ընտրությունների թեմային ընտրվել չընտրվելու 1 դրամի աշխատավարձերի, աշխատատերերի խնդիրներին մենք դեռ կգանք, հիմա հայ-ամերիկյան օրակարգը հորով անենք, հավատենք։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, մենք կփոխանցենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք Միացյալ Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահապաճկոնները, նավակները եւ ավելին։ Այս հայտարարության հետ կապված է քննադատություն որևէ բան չկա, ինչպես չեն ասում, որ Ադրբեջանին տեսեք բնականաբար կարծեմ, չգիտեմ, սխալվեմ անուններ տալ, որ անընդհատ է տեսեք Ադրբեջանի հետ էլ որոշակի բան ռազմավարական գործընկերություն, դե մեր հետ էլ ռազմավարական գործընկերություն ծավալում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանի հետ էլ նրանք իրենց գործունեություն ունեն, մենք մեր գործունեությունը խաչվում է Ադրբեջանի հետ, այնտեղ որտեղ որ խաչվում է եւ դա հստակ ձևակերպված է թղթերով եւ քայլ առ քայլ քնում ենք եւ պետք չէ մտնել այլ երկրի, մեկ այլ երկրի հետ համագործակցության այդ շրջանակի մեջ։ Մենք էլ մեր համագործակցության շրջանակն ու ռազմավարական գործընկերության շրջանակը ունենք։ Այնտեղ ես ճիշտ ասած դեռ նման հայտարարություններին հակադարձումներ, որ տեսեք Ադրբեջանի ռազմական սարքավորումների իսկպես չիպեր եւ այլն, այս մասով քննադատություն չեմ տեսել, բայց հետաքրքիր չափազանց հետաքրքիր դիրքորոշումներ, արձագանքներ կան հենց Ադրբեջանում ընդդիմության կողմից, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ ինչ է ասում, գրել է։ Ասում է Թրամփը սոցիալական իջհարտակում գրել է, որ Հայաստանի հետ միջուկային ոլորտում համագործակցություն կսկսի, չիպերի համատեղ արտադրություն կիրականացվի, իսկ Ադրբեջանին զրահաբաշխոն ու նավակներ կվաճառի։ Այսինքն մեկը 4 տրիլիոն շուկայական շրջանառություն ունեցող Nvidia հսկա ընկերության գործընկեր է դառնում, մյուսը հնացած ռազմական հանդերձանքի սպառող։ Հայաստանի ձեռքին չիպ է, Ադրբեջանի ձեռքին բրոնեժիլետ։ Սա ցույց է տալիս երկու իշխանությունների տարբերությունը, երկու երկրների իշխանությունների տարբերությունը, այս առումով մեր եւ Հայաստանի միջև 10-15 հետո տարբերությունը դժվար չէ պատկերացնել։ Դե սա կարծում եմ մեր համար լավ նորություն է, որ այդտեղի ընդդիմությունը այդպես է մտածում։ Իրականում կարծես հայլային մեր ընդդիմության, որ փորձեն հնարավոր ամեն կերպով արժեզրկել այն աշխատանքը, որ իրականացվում է, ինչպես նշեցի, մենք մեր գործընկերությունը ունենք եւ շարունակում ենք, իրենք էլ իրենց։ Իրականում միշտ այդպես է, չէ՞, փաստը մեկն է, մեկնաբանությունները տարբեր եւ իրար խիստ հակադիր կարող են լինել տարբերություններ։ Լավ, անցնենք առաջ խաղաղության խորհուրդ Թրամփի նախաձեռնած Հայաստանի հիմնադիր մասնակցությամբ ինչ դեր ունի, ինչ արժեք ունի Հայաստանի մասնակցությունը հիմնադիր երկրի կարգավիճակով։ Տեսեք, մենք այդ խորհուրդը ընդհանուր առմամբ հիմնված էր սկզբից լրիվ այլ հարցեր պարզաբանելու գազային մասով եւ այլն, բայց հետագայում ընդլայնվեց եւ այդտեղ էլ մենք մեր դերակատարումն ունենք եւ տարածաշրջանում ցանկացած նման հարցերի քննարկում կարելի է այդ խորհուրդում էլ իրականացնել։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ նման խորհուրդներում մեր մասնակցությունը շատ լինի եւ ինչու ոչ, եւ եթե տարածաշրջանում կլինեն խնդիրներ, հասցեագրել եւ այդ խորհուրդները օգտագործել որպես հարթակ այդ հարցերը լուծելու եւ վերլուծելու համար։ Դե մենք գնահատում ենք դա որպես նոր հնարավորություն Հայաստանի սեփական ձայնունեցող պետություն, մասնակից հիմնադիր, բայց այդտեղ նաեւ ռիսկեր կան, թե չկան։ Գիտեք ինչ նկատի ունեմ, ռիսկեր նախ այն, որ Միացյալ Նահանգներ, Եվրամիության առանցքային երկրներ որոշակի տարաձայնություններ եւ այլն, այստեղ Հայաստանը արանքում մնալու վտանգ ունի, սա 1, Ռուսաստան արձագանք վերաբերմունք 2, Իրան արձագանք վերաբերմունք 2, 3 պետք է հետ գանք այն մեր սկզբի խոսակցության, որ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք վարում եւ կարծես սա էլ հենց դրանից է բխում։ Այո, Եվրամիության հետ էլ մենք ունենք գործընկերություն եւ այս հարթակն էլ կարող ենք հնարավորություն համարել եւ ցանկացած երկիր, ով ներգրաված է թե այս խաղաղության այս ֆորումի մեջ եւ թե Եվրամիության երկրները, ամեն երկիր շարժվում է իր
երկրի քաղաքական շահով եւ մեր դեպքում կարեւոր է ցանկացած հարթակի օգտագործումը եւ մենք դեռ շարունակում ենք այս ուղղությամբ գնալ։ Եթե կլինի ինչ-որ մի կետ, ինչպես տնտեսական դիվերսիֆիկացիայի դեպքում մի ժամանակ էլ խոսույթ կա Եվրոմիություն գնալ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, կհասունանա պահը կհասկանանք, որի ընտրությունն է ճիշտ, բայց այս պահին մեզ համար շատ կարևոր հարթակ է ու շատ կարևորում եմ ես այս քայլը, որպես հիմնադիր անդամ Հայաստանի այնտեղ գտնվել։ Ռուսաստանից հնչող հայտարարություններ։ Դե տեսեք, վերջում ինչքան շատ եղան Ռուսաստանից հնչող հայտարարություններ, երբեմն շատ սուր, երբեմն շատ մեր ներքին կյանքին խառնվելու միտում ունեցող, բայց այդ հարցերն էլ, տեսեք, ես էլ հարց բարձրացրեցի, որ Լավրովը նման խոսույթ էր օգտագործել, որ կարծես թե Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդիկ են ձերբակալվում եւ Արարատ Միրզոյանը հստակ ասաց, որ չի մեկնաբանում իր գործընկերների այսպես ասած խոսույթը, բայց կարծում եմ, որ դա ճիշտ չէ օգտագործել, որովհետեւ դա ուղիղ միջամտություն է մեր ներքին քաղաքական կյանքին։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունում բազմիցս ասել ենք ու բոլորս գիտենք, որ իրապես քաղբանտարկյալներ չկան եւ յուրաքանչյուրը ինչ անցանքի համար այսօր գտնվում կամ ձերբակալված բոլորս գիտենք։ Բայց թե ինչի են այդպիսի խոսույթ օգտագործում, ես կարծում եմ, որ հարիր չէ ու ճիշտ չէ։ Իրանի ունեցած մտահոգությունները փարատված են, փարատվում են։ Այո, մենք բազմիցս ասել ենք, որ Իրանի հետ ամեն հարցով քննարկումները կան, այնտեղից ամեն դեպքում նման այնպիսի անհանգստացնող հայտարարություններ չի հնչում։ Չէ, եղան, որ Հայաստանը դառնում է Ամերիկայի թշնամիների գործունեության կենտրոն եւ այլն այդ կարգի հայտարարություններ հնչեցին։ Մեկ բան է, որ երբեմն մենք ասում ենք, որ դա պետական դիրքորոշում չէ, վելայետի հայտարարությունը ոչ իմ ասած այլ մյուս հայտարարությունը եւ այլն, բայց ամեն դեպքում Իրանում այդ մտահոգությունները կան։ Դե բարբերաբար, ինչպես հավաստիացնում են արտաքին գործերի նախարարի, բարբերաբար խոսում են իրենց գործընկերների հետ եւ կարծես ոչ մի այսպիսի տարաձայնություն չկա, խոսույթն էլ հայցահագրվում է ցանկացած մեկնաբանություն, ինչպես վարչապետն էլ ասաց, ցանկացած մեկնաբանություն կարեւոր է, որպեսզի հասկանանք, որ ուղղությամբ եւ ինչ հարց կարող են ունենալ կողմերը։ Հիմա ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է, թե ընդդիմության ձեր այս գործունեության, այս արտաքին քաղաքական լուծումների քննադատության մեջ որոշակի փաստարկվածության հիմքեր կան, փաստարկվածության բաղադրիչ կա։ Չէ, ես կարծում եմ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ գնում է, օրակարգով մենք մեր ծրագրերով առաջ ենք գնում ու ամեն ինչ այսպես հարթ այս պահի դրությամբ գնում է եւ այսօր պետք է փաստենք, որ Հայաստանում օրակարգ հենց թելադրում է իշխող կառավարությունը, ղեկավարությունը, իսկ ընդդիմության ճիկերը հնարավորինս կարողանան այդ օրակարգը ստվերել, բայց վերջերս դա էլ չի ստացվում իրենց մոտ, ակնհայտ, որովհետեւ արդեն անցել են այսպես չեմ կարող ժանրը պատկերացնեմ, թե ինչպիսի ժանրից խոսակցություններ են անում, որը որ նույնիսկ մեկ թիթեռի կյանք չունի, այսպես ասած։ Կանք ներքաղաքական իրավիճակին, ինչ է կատարվում ներքաղաքական դաշտում։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցեմ, սա Ազատ զրույցը Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ Մենք արտաքին քաղաքական հատվածը կարծես թե ավարտեցինք, հիմնականում խոսեցինք հայ-ամերիկյան օրակարգի, առաջիկա այցելության եւ սպասումների մասին, հիմա կանք արդեն ներքաղաքական դաշտ, ինչ դիտարկումներ ունեք, ինչ է կատարվում Հայաստանում ներքաղաքական դաշտում արդեն նախընտրական տարում։ Նախընտրական տարում ընտրական էլ տարում այո ընտրական տարում ոչ թե նախընտրական ընտրական տարում շատ դրական փոփոխություններ կարող եմ ասել մեր ընդդիմությունը արդեն հստակ վստահաբար սկսել է շփվել քաղաքացիների հետ որը որ մենք նախկինում տասնամյակներ շարունակ չենք տեսել հանդիպումներ են տեղի ունենում մարզերում ժողովրդի հետ հանդիպում են ունենում եւ իրենց խոսքում էլ ասում են որ այո այսօր իշխանություն կարող է փոխվել միայն ընտրությունների միջոցով որը որ չի եղել այդ իսկ պատճառով եղավ հեղափոխություն եւ փողոցի միջոցով փոխվեց երկրի ղեկավարությունը դա արդեն լավագույն բանն է որ կարող են կառնել ընդդիմության համար որ վերջապես հասկանան որ մարդիկ յուրաքանչյուր անձ ունի արժանապատվություն ինչպես իրենք արժանապատվությունից խոսելուց խոսքի մեջ անդադ այդ բառը օգտագործում են այո Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի քվե ունի արժանապատվություն եւ ինքն է որոշում
թե ում ընտրի եւ ով լինի իր կառավարությունը եւ դա դրական է հենց իրենց համար ու իրենք պետք է շնորհակալ լինեն մեզ, որ մենք իրենց հասկացրեցինք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է ձևավորում կառավարությունը։ Սա մեկ, երկրորդը հայտարարությունները, որ այսպես բան են անում, թե 1 դրամով վարչապետ կաշխատեն կամ ասենք 300,000-ից ավել աշխատատեղեր կստեղծեն եւ այլն, ուղղակի զավեշտալի է այս մասին խոսել, որովհետեւ ժողովուրդը իր աչքի դեմ ունի նրանց տարիների կատարած աշխատանքը։ Նախ երբ որ սա շատ վտանգավոր խոսույթ է, երբ որ ասում են 1 դրամով կաշխատեն, այս նույն բանն է, որ հետ ես գնում անցյալ։ Այսօր Հայաստանի Հանրապետության պետական ողջ համակարգը աշխատում է բացառապես աշխատավարձի ֆոնի վրա։ Երբ որ ես չունեմ այլ տեղից եկամուտ, ես չեմ կարող ուղղակի ես կարող եմ աշխատել, բայց ես չեմ կարող աշխատել առանց որևէ դրամ ստանալու։ Սա ինչ է նշանակում, ուրեմն կողքից պետք է ունենամ ինչ-որ աշխատանք հաց վաստակելու հնարավորություն։ Եվ սա նորմալ է։ Ես այսօր աշխատում եմ բացառապես աշխատավարձով եւ այո, վերջին պիլոտային ծրագրերը, որ իրականացվեց կառավարության կողմից, որը մեծ աղմուկ բարձրացվել որպես պարգևավճար, դա ուղղված է զուտ նրա համար, որպեսզի աշխատավարձը բարձրացվի պետական համակարգի աշխատողի, որպեսզի պետական համակարգում աշխատողը լինի գրավիչ, լինի անկաշար, կարողանա աշխատել այնտեղ կարողանան աշխատել բարձր որակավորում ստացած մասնագետներ, որպեսզի մարդը առնչվելով պետական ցանկացած համակարգից ստանա բարձր որակավորված սպասարկում, այսպես ասած։ Բայց իհարկե դա ընդունվեց սվիներով, ինչի մասին է խոսում, որովհետև ժամանակին մենք ինչպես ենք տեսել, եսին վրա կասեմ, որ ես լսել եմ, որ օրինակ падգամավորները նույնիսկ աշխատավարձի քարտի իրենց տեղը չեն ունեցել, դա եղել է իրենց վարորդների օգնականների մոտ, որովհետև յուրաքանչյուր ունեցել է այլ եկամտի աղբյուր։ Իսկ այլ եկամտի աղբյուր ունենալը դա նշանակում է աշխատել այլ մարդկանց համար, ոչ ժողովրդի համար։ Ժողովուրդն է մեզ քվե տվել, մենք այսօր աշխատում ենք ժողովրդի համար։ Հետևաբար ով պատվիրում է երաժշտությունը, ոնց որ ասում են, դա այսպիսի խոսույթ կա, այնպես որ ուռճացրեցին այդ process-ը։ Ես էլի բաներ կա, որոնք որ ուզում եմ հիշել, Պետրոս Ղազարյանի հյուրն էր նաև Նարեկ Կարապետյանը, որտեղ բավականին հետարքիր թեզեր էր բերում տնտեսության հետ կապված կամ իր հոր կառավարման տարիների հետ կապված, իր ծառայել չծառայելու հետ կապված։ Ես ուզում եմ ասեմ, երբ որ խոսում են հայրենիքից, հայրենասիրությունից, ամենաառաջինը դա արտահայտվում է հենց գոնե բանակում ծառայելուց։ Իսկ իրենք, ինչպես ես մի անգամ էլ հարցազրույցներից մեկից ասացի, իրենց նույնիսկ մտերիմ հարազատները 7 պորտով չեն ծառայել բանակում, որովհետև ժամանակին իրենք փող ունեին։ Իսկ այսօր մենք ինչ իրականության մեջ ենք ապրում, այսօր բոլորը հավասարին ծառայում են եւ որևէ նման խնդիր չկա, ով որ այսպես լավ պապա ունի, հարուստ կամ ուժեղ է իրենց ասած, նա չծառայի, իսկ ով հնարավորություն չունի, նա ծառայի բանակում։ Այս ամբողջ խոսությունը շատ ավելի շատ վտանգավոր է, քան իրականում ծիծաղելի, երբ որ ժամանակին ես ուղղակի հումորով էի վերաբերվում։ Գիտեք, քիչ առաջ մենք խոսում ենք այն մասին, որ փաստը մի բան է եւ այդ փաստի մեկնաբանությունը տարբեր եւ ընդ որում այդ մեկնաբանությունները կարող են տարբեր լինել։ Իմ ամբողջ հարցն այն է, թե հասարակությունը ինչպես է ընկալում ձեր մեկնաբանությունը նույն փաստի եւ ընդդիմության մեկնաբանությունը, դարձյալ նույն փաստի։ Ասենք դուք խոսում եք 1 դրամի մասին, ասում եք դա այդպես չի կարող լինել, որովհետեւ ժամանակին չեն էլ իմացել իրենց քարտերի տեղը, բայց նրանց մեկնաբանությունը մոտավորապես, խիստ մոտավորապես ինչ է, որ ժողովուրդ տեսեք, մենք պատրաստ ենք անվճար աշխատել 1 դրամ սիմվոլիկ աշխատավարձով, բայց ձեր այսօրվա իշխանությունը անունը դրել է պիլոտային ծրագիր եւ միլիոնավոր դրամների պարգևավճար է ստանում։ Տեսեք տարբերությունը։ Մենք հարուստ ենք, մենք կարող ենք ներդրումներ անել, մենք կարող ենք աշխատավարձ չստանալ սիրելով հայրենիք աշխատել, իսկ ձեր այսօրվա իշխանությունը աշխատում է միլիոնավոր դրամներ պարգևավճարով։ Դե էլի ասացի, որ դա պարգևավճար չէր, դա 6 ամսվա համար աշխատավարձ էր, որը բաժանված էր։ 6 ամիս դա էլ մի թեմա է։ Ուրեմն ժողովուրդ տեսեք, այսքանը ստացան հերիք չի, 6 ամիս, հիմա հաջորդ 6 ամսվա ընթացքում էլի այդքան ստանալու են։ Իսկ Հայաստանում աղքատություն է։ Տեսեք, մենք ընդհանուր առմամբ, ընդհանուր դիտարկենք այս համակարգը, ընդհանուր առմամբ որևէ ոլորտ չկա, որտեղի աշխատավարձերը չեն բարձրացել այս ամբողջ տարիների ընթացքում։ Մանկաբաժներ, գիտաշխատողներ, ուժային համակարգ, սահմանապահներ եւ բոլոր համակարգերում են բարձրացրել աշխատավարձերը, այսինքն պետական համակարգը մնացել էր պետական աշխատողը մնացել էր ամենացածր վարձատրվող աշխատողը։ Եվ մի պահ գալու էր, որ դե բնականաբար աշխատավարձերի
բարձրացում է իրականում, ինչքան էլ ուզենան դա պարգևավճար եւ այլն անեն։ Բայց մյուս կողմից մենք դա վճարում ենք կատարողականի հիմքով, դա չի վճարվում ուղղակիորեն, դա կատարվում է բանի հիմքով։ Ամենամեծ հակադարձումը, որ բերում են այստեղ թոշակի բարձրացումն է։ Հիմա թոշակառուների թոշակին անդրադառնանք, այնա որ ասում են 10000 դրամ ավելացնենք թոշակառուի թոշակ։ Մենք ավելացրել ենք 10000 դրամ թոշակառուի թոշակին։ Հունվարի 1-ից թոշակառուն 20% հետ վճար է ստանում իր ծախսած գումարի դիմաց։ Դա 10000-ին է վերաբերվում։ Եվ գումարած 2%, երբ որ արկա քարտերով առևտուր անում, այսպես ասած։ Բացի դրանից, մենք թոշակառուի թոշակը չենք բարձրացրել 10000 դրամը։ Մենք թոշակառուի թոշակը 2026 թվականի հունվարից բարձրացրել ենք մի քանի միլիոնով նույնիսկ։ Որովհետև այսօր թոշակառուն հիվանդանոցային ցանկացած ծառայությունից օգտվելու է բացարձակապես անվճար։ 65+։ Ընդհանրապես այնտեղ 2 տարվա տարբերություն է, բայց այնտեղ էլի խմբեր են մտնում, որոնք որ հնարավոր է նաև դրա մեջ ներառվեն։ Մենակ 65+-ը չի, մինչև 18 տարեկաններն են, հաշմանդամության կարգ ունեցողներն են, անապահովության որևէ նիշ ունեցողն, այսինքն մի ամբողջ խումբ մարդկանց խումբ է մտնում այդ վճարի տակ, եւ դա 10000 դրամ չի, դա միլիոններով ավելացում է։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ այսօր մեր թոշակառուների ամենամեծ ծախսերը գնում են դեղորայքի ու բուժ հաստատությունները, նույնիսկ գաղտնիք չի ոչ մեկի համար, որ ասում է բանը շատ մեծ ռիսկով չէին մտնում ամեն հիվանդություն, բանի, ստուգումների եւ այլնի համար։ Սա բարեկեցություն է ապահովում թոշակառուի հետագա ողջ կյանքի ընթացքում։ Բացի 10000 դրամը։ Շատ լավ, դուք ասում եք, սա աշխատավարձի բարձրացում է, թոշակառուներին էլ բարձրացել ենք հետ վճարի տեսքով, ուսուցիչներին բարձրացրել ենք ատեստավորման միջոցով։ Դες էլ կարող են ասել, այդ աշխատավարձի բարձրացումը աշխարհում վաղուց ընդունված մեխանիզմներ կան։ Վերցնում եք բազային աշխատավարձը, սահմանում եք գործակից, ըստ այդմ բարձրանում է եւ բազայինը, եւ միջինը, եւ մեծը, եւ ամենամեծը պետական պաշտոնյաները։ Այս խուճուճ լուծումներն ինչի համար։ Դե հիմնականում ասացի, որ կատարողականի հիմքով են վճարվում եւ արդեն տրամադրված է նրան, որ գումարի մի մասն է պետք է իրենց վերապատրաստման եւ այլնի վրա ծախսեն, հավելյալ կրթությունը եւ որակավորում բարձրացնեն, որպեսզի կարողանան լավ սպասարկում իրականացնել պետական համակարգում։ Սա է հիմնական նպատակը եղել, որ հենց այս ճանապարհով են գնացել, ոչ թե բազային աշխատավարձը կամ գործակցի բարձրացնելը, որովհետև ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ որ մարդուն կատարած աշխատանքի համար ես վճարում, քան ասենք հավասարին մարդիկ ստանում են ուղղակի նույն չափի աշխատավարձ։ Իհարկե падգամավորի աշխատավարձի գնահատելը դժվար է գնահատել, թե որ падգամավորը ինչ կատարողական կարող է ունենալ, բայց խնդրում եմ падգամավորներից այս падգամավորներին եւ ելույթներով եւ օրենսդրական նախաձեռնություններով падգամավորներ կան, որ падգամավորների աշխատանքը ուղղակի հնարավոր չէ այսպես չափելիության մեջ դնել, որովհետեւ падգամավոր կա, այո, ձեր նշած հարցազրույցներ, ելույթներ, օրենսդրական նախաձեռնություններ եւ այլն, բայց падգամավորներ էլ կան, որ հողի վրա ժողովրդի հետ աշխատելուց են շատ լավ։ Ես վստահեցնում եմ, որ մենք ունենք նման падգամավորներ, ես բարձր եմ գնահատում, բայց տեսեք, ինչքան էլ հողի վրա աշխատես, գոնե նիստերին պետք է ներկա լինես եւ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման տիրույթում լինես։ Հիշում եք, հենց այս վերջին նիստերի ժամանակ Ալեն Սիմոնյանը նշեց, թե յուրաքանչյուր նույնիսկ հրապարակել է յուրաքանչյուր падգամավորը ընդդիմությունից ինչքան բացակայություն ունի։ Սա խոսում է այն ընդդիմության մասին, իրապես կարող եմ ասել, որ ես իմ խոսքի սկզբում ասացի, հանգիստ ամեն ինչից խոսում են, առանց մտածելու, որ այդ խոստումները պետք է իրականություն դարձնեն ու ճանապարհային քարտեզը որն է այդ ամեն ինչ իրականություն դարձնելը, որովհետև վստահաբար գալու են դառնան այս նույն ընդդիմությունից, որը ոչնչով չզբաղվելով, նույնիսկ նիստերին չգալով փող է աշխատում։ Կարելի ասել։ Այս զրույցը շարունակվեց այս հունով ըստ էության դեպի ուժեղ Հայաստան 5 տնտեսական քայլերի այդ նախագծից, բխող իրենց հայտարարություններից եւ այլն, այդպես է, թե ինձ է թվում, որ իշխանության ուշադրությունը ավելի շատ այս փուլում սևեռված է հենց այդ ուժի վրա եւ ոչ մյուսների։ Գիտեք, ավելի ճիշտ այդ ուժը ունի գումար, որը լավ գովազդ է ու PR հայտարարություններ է իրականացնում, տեսեք ինչպեսի նույնիսկ վիդեոներ է նկարում այսպես բանի մանկական թեմաներով, նկարների հետ բանավիճելով եւ այլն։ Բազմիցս լսել եմ մեր գործընկերներից հրավիրում են բանավեճի, ասում են լավ, եթե դու տես տնտեսական լուրջ մտքեր ունես, արի, նստենք դեմ առ դեմ բանավիճենք ցանկացած տնտեսական հարցի շուրջ։ Ուղղակի լավ գումար է ծախսում ու փորձում է այդ բանը ընդհանուր ֆոն ստեղծել իր շուրջ, PR այսպես ֆոն ստեղծել իր շուրջ, իրականում ոչ մի լուրջ
օրակարգ չառաջարկելով։ Ախր այդ նույն համեմատության մեջ հեծում որ նայում ես իր կառավարման տարիները, ակնհայտ այդ ամեն ինչի մասին խոսում են։ Մարդիկ խոսում են երկիրը ծաղկացնելու մասին եւ մեկ հեծի կառավարում որ նայում ես, իրենք ստացել են ինչքան գումարներ, բայց հեծի յուրաքանչյուր աշխատող ինչքան աշխատավարձ է ստացել բոլորին արդեն հայտնի է, կամ ասենք հեծում որևէ լավ փոփոխություն չէ եւ ամենակարևոր հեծը որպես ռազմավարական կառույց գրավադրվել է, գումար է վերցվել, դրվել է իրենց բիզնեսն, իրենց փոխկապակցված կազմակերպություններում, բիզնեսներում, այս սա է իրենց կառավարման պատկերը, կամ 13 տարի մի կրկեսի շենք են կառուցել, 13 տարի։ Մենք այս տարի մենք խոստացել էինք այս 5 տարվա ընթացքում կառուցենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Մենք այս տարվա միջև ավարտը կկառուցենք 354 դպրոց, նույնիսկ 300-ից էլ ավել, որովհետև իրապես մեր դպրոցները շատ վատ վիճակում էին, որտեղ որ մեր երեխաները այցելում են։ Այսինքն, եթե նույնիսկ կգա մի կառավարություն, որ մի դպրոց ավել կկառուցի այսքանից, 30 տարի ավել ոչ մի նման բան չի իրականացել։ Ես ասեմ ավելի մեր գյուղում իրենց տարիներին մեր գյուղին դպրոց են կառուցել, որը մենք այս տարի վերակառուցել ենք, որովհետև են որ ասում են իրանց սարքածը մի հատ էլ իրանց վրայից պետք է սարքել, որ դառնա գոնե սեյսմիկ կայունությունը ապահովենք։ Հիմա ես ձեր պատասխանը ճիշտ հասկացա, որ այդ ուժը քանի որ ունի ֆինանսական ռեսուրսներ, դա բերում է նաև հարակից էֆեկտներ, մարդկային ռեսուրսներ եւ այլն։ Փոքր մարդկանց խումբ իրենց կողմ գրավելու քայլ է։ Փոքր մարդկանց խումբ։ Ես կարծում եմ ամեն դեպքում մեծ չի մարդկանց խումբը, որ կհավատա այդ խոստումներին, որովհետև մարդիկ բավականին երկար դժվար ճանապարհ են անցել, բոլորս ենք միասին անցել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր շատ քաղաքականացված է եւ ամեն ինչից շատ ավելի լավ է տեղյակ։ Եթե ցանկացած process-ից հարցնես յուրաքանչյուր քաղաքացու, շատ ավելի լավ է բացատրում։ Ես եկել եմ այն մտայնության, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին նման բան ուռճացված բաների չի հավատում։ Հիբրիդային սպառնալիքներ արդեն տեսանելի են, թե առաջիկայում ավելի են ուժեղանալու եւ որքանով է պետությունը, իշխանությունը դիմադրող ունակ դրանց դեմ։ Գիտեք, որ հիբրիդային սպառնալիքները, քանի որ ընտրական տարի է, ամեն դեպքում սպառնալիք են, որտեղ այլ երկրների օրինակով գիտենք, որ նման բան կա եւ մեր միակ պայքարը այս պահի դրությամբ, բացի այն, որ փորձում են որոշ կառույցներ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել, մեր երկխոսությունն է քաղաքացիների հետ։ Այդ իսկ պատճառով, եթե ուշադիր լինեք, հնարավորինս ես ինքս էլ իմ էջերով փորձում եմ ամեն հարցի անդրադարձ ունենալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին հնարավորինս տեղեկացված լինի, եւ ես ուզում եմ խնդրել մեր քաղաքացիներին իսկապես ցանկացած լուր ինֆորմացիա տեղեկանալուց առաջ գնալ դեպի ճիշտ աղբյուրը, որտեղից պետք է օգտվել, որպեսզի ճիշտ հետևություն անել, որովհետև այնքան մանիպուլացված ինֆորմացիա է այսօր դաշնետվում, որ հնարավոր չէ ճիշտը սխալից տարբերել իրականում, երբ որ տեսնում ենք, պետք է անպայման ճիշտ աղբյուրը գտնենք, որպեսզի կարողանանք հասկանանք այդ ճշմարտացիությունը։ Մեկ հարց էլ եւ ավարտենք եկեղեցու շուրջ այսօր ինչ է կատարվում։ Արդյոք լարվածությունը գնում է դեպի ավելի այսպես հանդարտ խուլ հակամարտություն եւ ինչ հերանեկարներ կան մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո դարձի ինչպեսի հանգուցալուծում պիտի ունենա։ Տեսեք, որևէ ժամանակ, որ երբեք ժամանակ չենք դրել այս հարցը ինչ հանգուցալուծում կարող է ունենալ կամ ինչ որ process-ներ գեներացնենք, բայց process-ներ կան, որովհետև այո, մենք գտնում ենք ու ոչ միայն մենք, երևի շատերը, երևի չէ վստահաբար շատերը գտնում են, որ Կթրիշ Ներսիսյանը տեղ չունի եկեղեցում, որովհետև եկեղեցում գտնվող այդ բոլոր process-ների այդ վատ արարքների վերաբերյալ աչք փակեցին եւ ես ուզում եմ հասկանամ այն եկեղեցականներին, հոգեվոր առաջնորդներին, եպիսկոպոսներին, որ այսօր Կթրիշ Ներսիսյանի կողքն են, ինչպես են հանդուրժում այն հանգամանքը, որ ինչ տեղի ունենում եկեղեցում, նրանք փորձում են աչք փակել։ Արդյոք այս ամեն ինչի հանդեպ իրենք հաշտ են թե ոչ, բայց ես վստահ եմ, որ շատերը հաշտ չեն, ուղղակի վախի մթնոլորտ է տիրում, որովհետև ցանկացած քահանայի, եկեղեցականի, եպիսկոպոսի հետ խոսելիս բոլորը վստահ են ու համաձայն չեն նրա հետ, բայց վախենում են այդ մասին արտահայտվել։ Ես կարծում եմ սա ժամանակի խնդիր է, որ բոլորը միանգամի բան անեն, ժամանակի ընթացքում հասկանան, որ սխալ ճանապարհ են գտել ու եկեղեցուն օգնելու համար պետք է եկեղեցին մաքրել, բարենորոգել, ինչպես մենք ենք դա կոչում, եւ պետք է գնանք այդ ճանապարհը, որովհետեւ շատ կարեւոր դեր ունի եկեղեցին մեր բոլորի կյանքում։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։
Արտաքին ճակատում Հայաստանը շարժվում է սեփական սուբյեկտայնությունը բարձրացնելու ճանապարհով եւ արտաքին հնարավորությունները երբեք տեսանելի չեն եղել այնքան, որքան այսօր են ներսում տեղ ունենք նախընտրական իրավիճակ, նախընտրական զարգացումներ, ինչպես նշեցի, գաղափարական եւ երբեմն ոչ այնքան գաղափարական հակադրություններ եւ առաջիկայում արդեն այս ամեն ինչը ավելի կորոշակյանա եւ ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդը կպատասխանի այն հարցին, թե արդյոք պատրաստ է վճարել ապագայի գինը, թե կորոշի վերադառնալ մինչ հեղափոխական ճակատների մեջ ասած հարմարավետ իրավիճակին։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում։ Ես զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։